փոքր ժամանակ մասնագիտությունների ընտրությունը շատ լայն էր, որովհետև իհարկե առաջին հայացքը գրավիչ է ամեն ինչի, բայց այն որ պետքա գտնես կոնկրետ մի ուղղվածություն, որը որ քեզ ավելի հոգեհարազատ է ու կանչող կլինի, դա դարձավ ամենայն դեպս այն մասնագիտությունը, որում ես հիմա, այսպես ասած, ունեմ առաջընթաց եւ կարիերայի աճ։ Իրականում ինժեներությունը հենց սկզբից եղել է առաջնային նպատակ, որովհետև առաջին քայլերը, որ կատարվել են ինժեներությունում, երևի մեխանիկական ինժեներության մեխանիկայի ուղղությունն է եղել, երբ որ ծնողները բերում եւ առաջին կոնստրուկտորն են նվիրում ու ասում են, այդ առաջին կոնստրուկտորից փորձի ինչ-որ բան ստեղծել, ինչ-որ բան ստանալ, ու առաջին քայլերը կատարում ես քո ինքնուրույն մտածելակերպով, այլ ոչ թե շաբլոններին հետևելով, դա արդեն ավելի գրավիչ է դառնում ու հետեւաբար այդ ինժեներությունը մեխանիկայից սկսած արդեն ավելի ձգող եղավ ու դարձավ, այսպես ասած, նպատակային հետագայում հասնելու ինչ-որ մի կետի, որը որ կառնչվեր այն ամեն ինչի հետ, ինչը որ ի սկզբանե փորձել ես կատարել։ Այսպիսի մի դեպք պատմեմ, դեռևս 8-րդ դասարանում, երբ որ հանձնարարվեց, որ պետքա միջավայրում ստուդիային հոսանք անցնելու ու չանցնելու առկայությունը, դասի ժամանակ ուսուցչուհին օրինակ բերեց, թորած ջրի եւ աղի օրինակը, դե այդ մտածելակերպից դրդված հետաքրքրությունից նաեւ հարց առաջացավ, իսկ լավ աղը բա սոդան էսպես էլի, պիսի հարց առաջացավ, հարցեցի ասեցի բա սոդան, ուսուցչուհին պատտվեց, ասեց, այ հաջորդ դասին դու այդ փորձը կկատարես։ Ու հետաքրքիր է ինչումն էր, որ այդ փորձի ժամանակ օգտագործվում էին էլեկտրոդներ, որոնցով որ հոսանքն էր տրվում, ու սոդան լցնելու ժամանակ շատ հանկարծակի էլեկտրոդները դիպչեցին իմ ձեռքին, ու ամբողջ սոդան այսպես առաջ հրվեց դեպի աշակերտները ու այդտեղից էլի ավելի հետաքրքրությունը շատ գնաց էլի, որ շատ ավելի մեծացավ, որ հնարավոր է դու ինչ-որ քո ձեռքով անես ու ինչ-որ միտեղ էլ սխալվես, որ հետո հասկանաս այդ սխալի ուղումը որն է, սխալի լուծումը որն է, որ կարողանաս լուծես ու համարես քո համար հերթական մի աստիճան, որը որ հաղթահարել ես։ Լավ մասնագետը վատ մասնագետից տարբերակելու համար անհրաժեշտ է հասկանալ ոլորտի այդ նեղ ուղղվածությունը առաջին հերթին, որտեղ ինչպես դուք նշեցիք, ձեր ոլորտում հնարավոր է մի փոքր ավելի ընդարձակ է հասկացությունը, օրինակ նույն մոնտաժի տեսանկյունից եթե վերցնենք, հա, մոնտաժ կատարելիս հնարավոր է մի փոքր էս կողմ ժամանակային շեղումներ եւ այլն, դա դառնա, այսպես ասած, մեխանիկական արդեն ընթացք, իսկ մեր ոլորտում, երբ որ սխալ է առաջանում, կամ ինչ-որ խնդիր է առաջանում, խնդրի լուծման համար առաջին հերթին պետք է խորանալ ամենաստորին մակարդակ, որ հասկանաս որտեղից է առաջացել, որտեղից է ծնվել խնդիրը։ Երկրորդ քայլով պետք է հասկանաս ինչպիսի լուծումներ գոյություն ունեն տվյալ խնդրի համար, եւ երրորդ քայլով արդյոք հնարավոր է ինչ-որ մի նոր լուծում, մի նոր գեղեցիկ քայլ, որը կբերի տվյալ խնդրի լուծմանը։ Այսինքն, այս պարագայում նեղ մասնագիտական կողմնորոշվածությունը շատ կարևոր է, ու լավ մասնագետը կտարբերվի վատ մասնագետից նրանով, որ վատ մասնագետը ուղղակի կվերցնի կփորձարկի ուրիշների արածները, նորից կփորձի ինչ-որ միտեղ բերել իր խնդրի լուծման, իսկ լավ մասնագետը կխորանա խնդրի մեջ, կհասկանա լուծումները եւ իր սեփական լուծումը կառաջարկի։ Երբ առաջարկը ստացա դասավանդելու Հայ-Ռուսական համալսարանում, շատ ոգևորություն ապրեցի, որովհետև Մարդով առաջարկեց Ահարոնյանը այս պարագայում ծանոթ է շատ վաղուց, իրական դասավանդման շրջանակներում չէ, այլ ինչպես նշեցի, տենց տարբեր տեխնիկական խնդիրներ լուծելու ընթացքում եւ գումարած այդ ամեն ինչին միասին հանդիպել էինք ռազմավիացիոն համալսարանում, Խամփերյանցի անվան, ես այնտեղ էի դասավանդում, Ահարոնյանն էլ, եւ այնպես ստացվեց, որ գտնվեցին ընդհանուր հատման կետեր ու այդ հատման կետերը ոչ թե 1-2-ն էին, այլ սկսեցին դառնալ 1000, 2000 ու շատ ավելի ընդարձակ հարցերում մենք սկսեցինք հատվել մի կետում ու քննարկել այդ հարցերը։ Քննարկումները բերեցին նրան, որ առաջարկ ստացվեց Հայ-Ռուսական համալսարանի դասախոս դառնալու, այդտեղ արդեն կարծում եմ երկընտրանք չկար, ես մի անգամից համաձայնվեցի, որտեղ մեծ սիրով դեռևս ես երբ որ պետական համալսարանի բակալավր էի, այստեղ ինկուբատորների հիմնադրամը որ կար գից Սլավոնական համալսարանին, դասընթացների հաճախում ու անընդհատ կուլտուրան այստեղի, այսպես ասած, շատ գրավիչ էր ինձ համար։ Հայ-Ռուսական համալսարանի առանձնահատկությունները շատ են, հատկապես այստեղ այդպես հիերարխիկ տարբերություն չկա
աշխատակիցների միջև ու ամեն ինչ շատ անմիջական, բարիդրացիական հարաբերությունների վրա է դրված, քան այլ տեղերում, որոնք որ ես տեսել եմ, օրինակ հիերարխիկ, երբ որ պաշտոնով մեկ ինչ-որ ավելի բարձր է գտնվում, փորձում է ինչ-որ ձև իր ճնշումը գործադրել իրենից ցածր գտնվող, այդ անմիջականությունը առաջին հերթին, երկրորդը այստեղ հետաքրքիր է անցնում դասավանդման process-ները։ Սահմանափակված չես իրականում այն ստերեոտիպներով, որոնք որ կան մնացած համալսարաններում։ Օրինակ, եթե գալիս ես դասը արեցիր, քո թեմաները պարտադիր արեցիր, պարտադիր քննության այս տոմսերով, չէ։ Սեփական փորձից կասեմ, այստեղ գալիս եմ ուսանողների հետ շփվելու ժամանակ ուսանողները հարց են օրինակ բարձրացնում, այս խնդրին ինչպես կարող ենք առնչվել մասնագիտական տեսանկյունից կամ ինչպիսի լուծումներ գոյություն ունեն կամ այս մի թեման հետաքրքիր է, կարող ենք արդյոք դասից 30 րոպե, 40 րոպե տրամադրենք այս խնդիրը քննարկենք, վաղը չեմ իսօր մեզ հնարավոր է դա պետք է, մեծ սիրով առաջընթաց գնում եմ ընդառաջ ուսանողներին եւ հարցի դասի ֆորմատը մի փոքր փոխվում է, դառնում է այսինքն այն հարցադրումի շուրջ դասը, որը որ հետաքրքրում է ուսանողին։ Այլ բարձրագույն համալսարաններում, օրինակ նույն ինքը Խամբերյանցի համալսարանում դա խիստ պարփակված է դասի նորմերով, դու պետք է մտնես, այսպես ռոբոտացված դասը անցկացնես ու դուրս գաս։ Հետաքրքիր է, իրականում ես գտնում եմ, որ երկու կոմպոնենտն էլ անհրաժեշտ է։ Ծնվել դա նկատի ունեմ միջավայրի տեսանկյունից, որտեղ միջավայրի ազդեցությունն էլ շատ մեծ է մասնագիտության ընտրության վրա։ Եթե միջավայրից այդ ազդեցությունը կա, ուրեմն հնարավոր է նաև դու այդ ուղղվածության վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա ունենաս, այդ ուղղվածությունը քեզ գերի, հետաքրքրի ու դու շարժվես այդ ուղղությամբ։ Իսկ դառնալուն արդեն դա այն կոմպոնենտն է, որը որ քո մեջից պետք է լինի։ Այսինքն, եթե դու ձգտում ես այդ ամեն ինչին, դու պետք է անես մաքսիմում հասնելու այդ նպատակին, այսինքն նպատակադրված պետք է քայլես ընդառաջ քո մասնագիտությանը։ Մասնագիտական տեսանկյունից ես նախընտրում եմ ավելի շատ պրակտիկա։ Իհարկե հեռահաղորդակցության մասնագիտության մեջ ինքը պրակտիկ եւ թեորետիկ կտորները իրար կապած են, չեն կարող առանձնացնել, բայց պրակտիկ կտորը ես համարում եմ, նմանեցնում եմ ավելի շատ, ոնց որ խոհանոցում ճաշ պատրաստելուն։ Մինչև դու ինքդ քո ձեռքերով այդ ամեն ինչը չանես, միտեղ չսխալվես, միտեղ մի կոմպոնենտը ավել պակաս չվերցնես, դու չես հասկանա քո մասնագիտության իմաստը։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները, այո, տարբերվում են մնացած բուհերի ուսանողներից, եւ իհարկե որպես գոլեգայի վերաբերվել է հայ-ռուսական համալսարանում, այստեղ գործում է անմիջական շփման այդ հնարավորությունը։ Ճիշտ է, սուբորդինացիան իհարկե պահվում է ուսանողի կողմից, բայց միևնույն ժամանակ այն ըմբռնումը, որ դասախոսը ուսանողին չի նայում վերևից, այլ նայում է որպես իրեն զուգահեռ հարթության մեջ գտնվող որևիցե մեկի, դա ավելի է հեշտացնում ուսանողի շփումը դասախոսի հետ եւ հետեւաբար նվիրումը գործին։ Տվյալ պարագայում մագիստրոսական ծրագրի ուսանողները մեզ մոտ, օրինակ, այստեղ են գտնվում գրեթե մինչև ուշ երեկոյան ու մինչև ուշ երեկոյան աշխատանքներ են կատարում եւ դրա արդյունքներն էին օրինակ 18-րդ մեր կոնֆերանսին ամենամյա, որ տեղի ունեցավ, այնտեղ մենք ունեինք 4 ելույթ մագիստրատուրա առաջին կուրսի ուսանողներից, այնուհետև նույն կուրսի ուսանողները մեկնեցին Սանկտ Պետերբուրգի երկուսը մեկնեցին Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարան, այնտեղ ունեցան 2 զեկույց, մյուս երկու ուսանողները այստեղ արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում եւս 2 զեկույց ներկայացրեցին, այսինքն տարվա կտրվածքով գրեթե 8-ից 10 զեկույց առաջի կուրս մագիստրատուրայի համար դա արդեն մեծ ձեռքբերում է ու դա հիմնականում աշխատանքն է, անմիջական աշխատանքն է ուսանողի հետ։ Մասնագիտության վերաբերյալ պատմելը շատ երկար ու հետաքրքիր է ամենայն դեպս ինձ համար ու ես միշտ ձգտում եմ դա ներկայացնել ցանկացած դեպքում, ցանկացած պարագայում, օրինակ վաղը մենք ունենք բաց դռների օր, այնտեղ գալու են աշակերտներ ու մենք պատրաստվում ենք տարբեր դեմոնստրացիոն սարքերի միջոցով աշակերտներին ցույց տալ, թե այստեղ ինչով ենք զբաղվում, ինչու՞ չէ նաև մի փոքր ներգրավել մեր մասնագիտական այդ խառնաշփոթի մեջ, ինչպես դուք նշեցիք, ինչի եմ ասում խառնաշփոթ, որտեղ մասնագիտության առանձին նեղ ճյուղերը, այսպես մազանոթները, որոնք առաջանում են մասնագիտության մեջ եւ
վերածվում ընդհանուր մեկ հեռահաղորդակցություն մասնագիտության, շատ հետաքրքիր ուղղվածություններ ունեն, սկսած 5G, 6G կապի համակարգերից, հայտնաբերման կապի համակարգեր, ռադարային համակարգեր, ինչու՞ չէ, այս ինքնավար ավտոմեքենաների համակարգերը, որոնց մեջ նորից ազդանշանները մեծ դեր են խաղում, հետևել օրինակ գծերին, տեսնել դիմացը որևիցե մարդ կա կանգնած, թե չէ, բոլոր այդ համակարգերը մտնում են մեր մասնագիտության մեջ ու հետաքրքրությունները շատ լայն են եւ իհարկե գրավիչ ուսանողների համար։ Հայ-ռուսական համալսարանի ապագան իհարկե դա ուսանողներն են միանշանակ։ Ինչի համար մի հատ հետաքրքիր օրինակ եւս բերեմ այստեղ, լինելով երկար տարիներ սպորտի մեջ, ես մի անգամ իմ մարզիչին հարց տվեցի, ասացի մարզիչս իհարկե հանդիսանում ֆիզկուլտուր ինստիտուտի նորից ամբիոնի վարի, ջահագին մաստեր սպորտ եւ այլն։ Հարց տվեցի, ասացի ընկեր Վաչիկ, իսկ ըստ ձեզ երբ է ճիշտ ժամանակը սպորտից հեռանալու, ինչին մարզիչս պատասխանեց, ասեց երիտասարդները կհուշեն։ Հիմա այստեղ հեռանալու մասին չի խոսքը, այստեղ ուղղվածության մասին է, մասնագիտական եւ ապագայի, հա, հայ-ռուսական համալսարանի ապագան պետք է հուշեն երիտասարդները իրականում։ Ինչ ուղղվածություններ են նոր ուզում, ինչպիսի նոր հետաքրքրություններ ունեն, զարգանում է արհեստական բանականությունը, արհեստական բանականության ուղղվածությունը, զարգանում է հեռահաղորդակցությունը, 5G, 6G, նոր կապի միջոցներ, անլար կապը, Wi-Fi 7, օրինակ, Bluetooth եւ այլն, մեքենաների, ինքնավար մեքենաների մեջ, ավտոպիլոտնա, Տեսլայի եւ այլն, դրոններն են, ղեկավարումն է նորից, ինչ որ խնդիրների լուծումն է, ինքնաթիռների, ուղղաթիռների ղեկավարումն է, տարբեր նավիգացիոն համակարգերի միջոցով, այդ ամենը մեր մասնագիտության մի հատվածն է։ Եվ իհարկե նմանատիպ նորարարություններ եւ նորամուծություններ կան նաեւ այլ մասնագիտություններում։ Եվ եթե կա հետաքրքրություն սերունդի կողմից, կա ուսանողի կողմից հետաքրքրություն, ապա այդ հետաքրքրությունը հաստատ պետքա բավարարվի։ Այսինքն նոր ուղղվածություններ, նոր ուղղություններ պետքա ներմուծվեն։ Դասական համալսարանի ֆորմատից կարծում եմ վաղուց դուրս է եկել եւ գնում է դեպի նորարարական իհարկե ուղղությամբ հայ-ռուսական համալսարանը եւ ինչու՞ չէ իմ անձնական ցանկությունն է, եթե լինի այդ այսպես կոչված իմ բանը ակադեմիական քաղաքի հատվածը, հա, ինչպես որ գովազդվում է, ինչպես խոսում են, այդ վառ կետերից մեկը այդ ակադեմիական քաղաքում լինի հայ-ռուսական համալսարանը։